առջև ելույթ կունենան միաժամանակ 4 խումբ։ Շարահրապարակում գտնվող խումբը ձախ կողմում մայոր Գրիգորյանի գլխավորությամբ ժամկետային զինծառայողների խումբն է, իսկ աջ կողմում 5-րդ հատուկ նշանակության գյուղապետ պայմանագրային զինծառայողների խումբը։ Մարզադաշտում ձախ կողմում գտնվում է 3-րդ հատուկ նշանակության գյուղապետի խումբը կապիտան Հայկ Ոսկանյանի գլխավորությամբ, իսկ աջ կողմում 4-րդ հատուկ նշանակության խումբը։ Ժամկետային զինծառայողների խմբի ղեկավար մայոր Գրիգորյանը ձեռնամարտի սպորտի վարպետ է, ավարտել է Ռիազանի օդադեսանտային զորքերի ինստիտուտը։ Հատուկ նշանակության բրիգադին յուրահատուկ է հետախուզական ուղղվածության ձեռնամարտը։ Այն բնութագրում է առավելագույնս արագ եւ անաղմուկ հակառակորդի վնասազերծերով կամ գերեվարվելով։ Հատուկ նշանակության բրիգադի զինծառայողները բացի հարուստ գիտելիքներից ունեն նաև բարձր կամային հատկանիշներ եւ մեծ աշխատասիրություն մշտապես մարզվելու համար։ Ցուցադրական ելույթի մասնակիցների մեջ կան մի քանի մարզիկներ, որոնք միջև ծառայության անցնելը ունեցել են լուրջ հաջողություններ սպորտի ասպարեզում, հատկապես մարտարվեստի։ Դրանցից են Սերժանտ Դավիթ Հովհաննիսյանը, կարատեից Հայաստանի Հանրապետության եռակի չեմպիոն, Շարքային Շավարժ Գրիգորյանը, Մայթայի մարզաձևից Հայաստանի եռակի չեմպիոն, Շարքային Հրաշ Դավթյանը, ջյուդո մարզաձևից Հայաստանի կրկնակի չեմպիոն, Շարքային Էդվարդ Մինասյանը, կարատեից Սև Գոտի առաջիդան, Հայաստանի բազմակի չեմպիոն, Գրսեր Սերժանտ Լևոն Գյունազարյանը, Սամ Դավուշովից Հայաստանի եռակի չեմպիոն, Մեհեր Վարդանյանը King Boxing-ից սպորտի վարպետ, Ռուսաստանի Դաշնության կրկնակի չեմպիոն, Շարքային Վահագն Աղեկյանը տեքվանդոյից Սև Գոտի առաջին դան, Հայաստանի բազմակի չեմպիոն, Շարքային Լեոնիդ Հարությունյանը տեքվանդոյից Հայաստանի բազմակի չեմպիոն, բայց քիչ չեն նաև այնպիսիները, որոնք մարտարվեստի հնարքներին տիրապետելու համար առաջին քայլերը կատարել են հատուկ նշանակության բրիգադում հրահանգիչների և սպորտսմեն զինակից ընկերների քրտնաջան աշխատանքի շնորհիվ, որի արդյունքը դուք տեսնում եք։ Ձեր ելույթ ունեցողը Լեոնիդ Հարությունյանն է, տեքվանդոյից Սև Գոտի առաջին դան, ցույց է տալիս միաժամանակ հարձակվող մի քանի հակառակորդի դեմ պայքարը։ Ձեռնամարտի կիրառումը հատկապես անհրաժեշտ է լինում այնպիսի դեպքերում, ինչպիսիք են ժամանցային անաղմուկ հանումը, հետախուզական խմբի կողմից տեղեկատվության ձեռք բերման նպատակով լեզվի գերեվարումը։ Ձեր առջև կապիտան Վաղինակ Սրատյանը ցույց է տալիս հնարքներ միաժամանակ մի քանի հարձակվողների դեմ պայքարելու համար։ Բանակային ձեռնամարտին տիրապետելու համար անհրաժեշտ է ունենալ ինչպես ֆիզիկական պատրաստվածություն, այնպես էլ բարձր կամային հատկանիշներ։ Դրա վառ օրինակն են հանդիսանում այս պահին ձեր առջև իրենց հմտությունները ցույց տվող զինծառայողները։
տեսնում եք, թե ինչպես հակառակորդի խումբը կարծես թե ոհմակի պես հարձակվում է Սենտարավոր կապիտան Վաղինակ Սարապյանի վրա, որը օգտագործելով զինքուն մարտարվեստի պաշտպանական մեթոդները կարողանում է վնասազերծել հակառակորդին։ Ժամկետային զինծառայող Պավլուս Թորոսյանը դիրապետելով տեքվանդո մարտարվեստին ձեր առջև ցույց տվեց մի քանի հակառակորդների դեմ միաժամանակ հարձակման պաշտպանվելու գործողությունների ընթացքը։ Արդյունավետ պայքարի միջոց է զինված կամ ազեն հակառակորդի դեմ։ Այն իր մեջ պարունակում է բոլոր մարտական սպորտաձևերից վերցրած ամենաարդյունավետ